Երեկ Ֆրանսիայում կայացավ մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը ֆրանսիական մի շարք մեծ քաղաքներում քաղաքապետի պաշտոնի համար հայազգի թեկնածուներ էին առաջադրվել։ Արտյոմ Երկանյանը հետևել է նրանց արձանագրած արդյունքներին, Արտյոմ եւ հայերից ով է ընտրվել։ Այս ընտրությունները բացառիկ են դրանով, որ Ֆրանսիայի 4 խոշորագույն քաղաքներում քաղաքապետի պաշտոնների համար հայազգի թեկնածուներ էին մրցում, ավելին ասեմ, երկու մեծ քաղաքներում Մարսելում եւ Լիոնում երկուական հայ թեկնածու կար, այսինքն մեկը մյուսի դեմ էր պայքարում։ Հավանաբար նաեւ դա էր պատճառը, որ արդյունքում ոչ մեկ չընտրվեց։ Մարսելում մեծ շանսեր ուներ եւ ֆավորիտ էր համարվում մեր հայրենակից Մարտին Վասալը, ում նախնիների ազգանունը Բակլայան էր, բայց ցավոք երկրորդ փուլ անցնելուց նա ընդամենը 12% հավաքեց, թեև երկրորդ թեկնածուն էր, իսկ նրան էր մրցակցում նույնպես հայկական ծագում ունեցող չենթարկված Ֆրանսիա կուսակցության թեկնածու Սեբաստիան Դելոնգուն, նրա պապն էր, եթե չեմ սխալվում, հայ, ի վերջո Դելոնգուն 5.5% ձայն հավաքեց։ Արդյունքում Մարսելում քաղաքապետ ընտրվեց Բենուա Պայանը, ով չնայած իր ազգանունին իրականում հայ չէ, այլ իտալացի է, բայց լավ լուրը այն է, որ հավանաբար Մարսելում փոխքաղաքապետի պաշտոնը կպահպանի մեր հայրենակից Յանիկ Օհանեսյանը, նա հեշտությամբ վերընտրվել է քաղաքային խորհրդի անդամ է դարձել, ինչպես նաև բազմաթիվ այլ հայեր կրկին թարմացրել են իրենց մանդատը քաղաքային խորհրդում կամ նորեն ընտրվել Մարսելի քաղաքային խորհուրդ։ Մարսելում երկու հայկական ծագում ունեցող թեկնածուներ ունեինք, ովքեր պայքարում էին քաղաքապետի պաշտոնի համար, մեկը հայտնի բժիշկ Ժորժ Կեպենեկյանն էր, ով մեկ անգամ արդեն եղել է Լիոնի քաղաքապետ, մյուսը քաղաքի ակտիվ հայազգի գործիչներից մեկը Ժուլ Բոյաջյանը, վերջինը ընդամենը 3% էր ստացել, իսկ Ժորժ Կեպենեկյանը երկրորդ փուլ դուրս եկավ, բայց ընդամենը 12% կարողացավ հավաքել։ Միավորված Եվրոպայի մայրաքաղաք հանդիսացող Ստրասբուրգի քաղաքապետը հիմա մեր հայրենակից Ժաննա Բարսեղյանն է, նա կանաչների կուսակցությունն է ներկայացնում, ցավոք այս ընտրություններում նա չկարողացավ ապացուցել, որ լավագույն թեկնածուն է եւ երկրորդ փուլում հավաքելով 32% ձայն զիջեց իր մրցակցին։ Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էր մեր հայրենակից Անուշ Թորոսյանը, նշեմ, որ Փարիզի 15-րդ քաղաքապետը քաղաքային այդ շրջանը կարևորագույն շրջանն է Փարիզում եւ մի քանի անգամ ավելի մեծ բյուջե ունի, քան Հայաստանի Հանրապետության բյուջեն։ Ցավոք մեր հայրենակցուհու ղեկավարած ցուցակը սոցիալիստների երկրորդ տեղում հայտնվեց, հավաքելով ավելի քան 40%, բայց Անուշը քաղաքապետ չընտրվեց։ Բայց լավ լուրն այն է, որ նա վերընտրվեց Փարիզում քաղաքային խորհրդի անդամ եւ հավանաբար կկարողանա պահպանել Փարիզի փոխքաղաքապետի պաշտոնը, որը զբաղեցնում է արդեն 4 տարի։ Այսպիսով, թեև ֆրանսիական ոչ մի քաղաքում քաղաքապետ հայազգի չընտրվեց, այնուամենայնիվ համայնքը բավական հզոր է եւ այս ընտրությունները կրկին ապացուցեցին, որ համայնքի հզորությանը ոչինչ չի սպառնում։ Ըստ էության չափազանց կարևոր էին Փարիզի քաղաքապետի ընտրությունները։ Այո, եւ լավ լուրը այնտեղ ոչ միայն այն է, որ ամենայն հավանականությամբ Անուշ Թորանյանը կպահպանի Փարիզի փոխքաղաքապետի պաշտոնը, այլ նաև լավ այն է, որ ի վերջո ընտրություններում հաղթեց սոցիալիստ թեկնածու Էմանուել Գրեգուարը։ Բանն այն է, որ նրա մրցակիցը աչերի ուժերը ներկայացնող թեկնածուն մշակույթի նախկին նախարար Ռաշիդա Դաթին էր, ով այ տեսնում ենք իրենց երկուսին էլ այս պատկերում, Ռաշիդա Դաթին արաբական ծագում ունեցող, ով ադրբեջանական լոբբիի ամենակարկառուն դեմքն է Ֆրանսիայում։ Նա ոչ միայն Մեհրիբան Ալիևայի մտերիմ ընկերուհին է, այլ նաև ակտիվ իսկապես տանում է Ադրբեջանի շահերը առաջ Ֆրանսիայում։ Նա էր հանդես գալիս ցեղասպանության ժխտման օրինագծին, նա էր դատապարտում Ֆրանսիայի իշխանություններին Արցախի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցում։ Այդ իմաստով իհարկե ընտրված թեկնածուն Էմանուել Գրեգուարը շատ ավելի ընդունելի է Ֆրանսիայի հայերի համար, նա ակտիվ համագործակցում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հետ եւ պաշտպանել է արցախահայերի իրավունքը, պայքարել է Ադրբեջանում հայ ռազմագերիների ազատ արձակման համար, ժամանակին հանդես է եկել Արցախը ճանաչելու կոչերով
շուրթերով եւ այդ իմաստով նրա ընտրությունը մեծ հեռանկարներ է բացում, հաշվի առնելով մի շատ կարևոր հանգամանք։ Բանն այն է, որ Փարիզի քաղաքապետի ընտրությունները դա շատ հարմար պլացդարմ են եւ տրամպլին են Ֆրանսիայի նախագահական ընտրություններում պայքարելու համար։ Օրինակ Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց առաջ եղել է Փարիզի քաղաքապետ։ Եվս կարծեմ մի նման դեպք եղել է եւ Ռաշիդա Դաթին չէր թաքցնում, որ մտադրություն ունի պայքարել նաեւ նախագահի պաշտոնի համար։ Վստահ եմ, որ այս ընտրություններում տապալվելուց հետո իր շանսերը զգալիորեն նվազել են եւ չեմ կարծում այժմ, որ աչերը կհամախմբվեն Ռաշիդա Դաթիի թեկնածության շուրջ։ Ինչ վերաբերում է Էմանուել Գրեգուարի նախագահական ամբիցիաներին, ապա նա առայժմ չի հայտարարել, որ պայքարելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, սակայն շատ մեծ է հավանականությունը, որ այս քաղաքապետի ընտրություններում հաղթելուց հետո իսկապես հենց նրան սոցիալիստները եւ ձախերը միասին կառաջադրեն նախագահի թեկնածու, ինչը նույնպես հայ համայնքի համար լավ լուր կլինի։ Արդյոք ինչպիսին են ընտրությունների արդյունքները Էմանուել Մակրոնի համար։ Մամուլը Մակրոնի համար այս ընտրությունները ներկայացնում է որպես սև կիրակի։ Բանն այն է, որ նրա կոալիցիայի ուժերը զգալիորեն, այսինքն թուլացան այս ընտրությունների արդյունքում, նրա այդ կենտրոնամետ աջակողմյան կոալիցիան կորցրեց իր դիրքերը Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներում, պարտվելով ոչ միայն Փարիզում, Մարսելում, այլ նաև Լիոնում, Լիլում, Նանտում եւ այլ քաղաքներում։ Այսինքն դա իհարկե կազդի նաև հաջորդ նախագահական ընտրություններում աջակողմյանների ուժերի շանսերի վրա, որոնք շարունակում են նվազել։ Շնորհակալություն Արծուն։